Սրանք մեր պարագաներն են։ Մենք մաքրելու ենք հիմա, տվությունը ստացել ենք, այս վիճակն է հիմա։ Որքան հնարավոր է առավելագույնս կարգի կբերենք պարոտի գերեզմանը։ Նյութերը բոլորը բերել ենք Միացյալ Նահանգներից և Միացյալ Թագավորությունից։ Էստոնացիները շատ խիստ են իրենց պահանջների և չափանիշների հարցում, հետևելու ենք դրանց մինիմալ ներգործությամբ։ Հիմա մաքրածի մնացորդները հավաքում ենք։ Եվ աղբը չենք թողելու ընդհանրապես, հեռացնելու ենք գերեզմանոցը ամբողջությամբ։ Որովհետև գերեզմանոցում աղբ չեն թողնում, ինչպես որոշ վայրերում են անում։ Այս հատվածից կհանենք և կփաթեթավորենք։ Արմեն Շահբազյանը քարերը վերջնական իմ և Արամ Հարությունյանի մաքրելուց հետո վերջնական մաքրեց։ Թվում է թե տարածքը փոքր է և պիտի արագ լինի, բայց բավական աշխատատար պրոցես է։ Իջանցքն էլ ենք մաքրում, որպեսզի ոչինչ չմնա թափում։ Եվ այս օրգանական աղբը լցնելու ենք տոպրակի մեջ և հեռացնելու ենք։ Մենք մանկապատին ձեռք չենք տալիս, որովհետև հուշարձանների պահպանության կոմիտեն կամ պատասխանատու մարմինը թույլ չի տալիս, իրենք են զբաղվելու սրանով, բայց հիմքը մենք մաքրեցինք գերեզմանոցը, նաև որպես զբոսայգի է հանդես գալիս, պարկ, այլ խոսքերով ասած, այստեղ բազմաթիվ հեծանվորդներ և երիտասարդներ են գալիս, թե քայլելու և թե հանգստանալու համար, որովհետև Եվրոպայում և Ամերիկայում գերեզմանոցները, որոնք բուսականություն ունեն, օգտագործվում են նաև որպես մարդկանց հանգստի և ժամանցի անցկացման վայր։ Հայաստանում դա չեն հասկանում և չեն պատկերացնում, բայց դա այդպես է։ Թափոնները հավաքենք անկյուններում և հետո արդեն կտեղափոխենք։ Մեզ գերեզմանոցի աշխատակիցը բերեց և ցույց տվեց մի լուսանկար 1919 թվականի, որում երևում է ինչպիսին է եղել գերեզմանը և քարը բավական ընկղմված է եղել հողի մեջ։ Այստեղ ևս մեկ անգամ անցնեմ, որպեսզի պատվանդանը լավ մաքրվի։ Դոկտոր Վարամ Հարությունյանը, էստոնացի տեղական պաշտոնյայի հետ, և Արմեն Շահբազյանը
Եվ արդեն մաքրված գերեզմանները, գերեզմանը ավելի շուտ, հիմա մի քիչ չորանա, դրոշներն են, որոնք մենք կախելու ենք, արդեն 2 հատը տեղադրեցինք, սրանք էլ հատուկ դրոշներն են, որոնցից միայն մենք ունենք, որովհետև մենք ենք ստեղծել։ Մենք Ֆրիդրիխ Յոհան Վիլհելմ Պարոտի գերեզմանին ենք եւ մաքրեցինք ամբողջությամբ օրվա կեսից ավելին ծախսվեց փոքրիկ այս կտորի վրա իմ աջ կողմում բրիտանացի բուժիշկ բրիտանական բուժիշկ Վարամ Հարությունյանն է ձախ կողմում Տարտուի նախկինում Դորպատի Էստոնիայի երկրորդ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Արմեն Շահբազյանն է հայ համայնքից Տարտուի մենք երեքով այս ամբողջը կազմակերպեցինք եւ իրականացրեցինք այսօր փորձեմ նշել թե ինչ ենք արել հետո խոսքը կփոխանցեմ իմ երկու գործընկերներին ուրեմն շուրջ 1 տարի առաջ էր երբ իմ մոտ միտք խղացավ ստուգելու թե ինչ վիճակում է Ֆրիդրիխ Պարոտի գերեզմանը եւ ինտերնետում գտա նկար, որտեղ այդքան էլ լավ պատկեր չէր, փորձեցի այլ աղբյուրներ նայել, հետո այլ աղբյուրներից պարզ դարձավ, որ քիչ ավելի լավ վիճակում է, քան ինչպես այդ պատկերում էր, հետո խնդրեցի Արմեն Շահբազյանին մի քանի ամիս առաջ, կապվեցի Արմեն Շահբազյանի հետ եւ խնդրեցի իրեն ստուգել վիճակը, Արմեն Շահբազյանը որդու Հայկի հետ եկավ այստեղ լուսանկարներ արեց, ուղարկեց, հասկացանք, որ վատ վիճակ չի, բայց բնականաբար ամբողջ գերեզմանոցը խոնավ է, կլիման խոնավ է Տարտուում եւ խոնավությունից քարակոսներ կային, մամուռ կար, ծածկված էր մամուռով եւ որոշեցինք գալ, մաքրել, որքան հնարավոր է ավելի լավ կարգի բերել։ Եվ նաեւ միտք խղացա տեղադրել հուշաքարեր, որովհետեւ Ֆրիդրիխ Պարոտի անվամբ տախտակը շատ փոքր է, իսկ 3 այս հուշարձանները չունեն որևէ անուն վրաները գրված եւ արխիվային հետազոտությունների արդյունքում գտա, որ դա իր առաջին կնոջ Վաղամերիկ հանգուցալ առաջին կնոջ գերեզմանն է, հավանաբար այս մեկը, երկրորդ կնոջ գերեզմանն է, որը բարեկամ էր իրեն եւ երրորդը փոքրը իր դստեր գերեզմանն է։ Եվ սա Ֆրիդրիխ Պարոտի գերեզմանն է։ Պիտի ասեմ, որ այստեղ 1943 թվականին մարտեր են տեղի ունեցել նացիստների եւ Տարտուն ազատագրողների միջև եւ այս գերեզմանոցը եղել է մարտադաշտ։ Դրանից հետո որոշակի նորոգումներ են կատարվել, այս քարը մի քիչ նորոգվել է, բայց շատ վատ վիճակում է։ Խաչերը ժանգոտման process-ի մեջ են։ Ասեմ, որ գետնին դրված դրոշը մարգրաֆիայի կամ մարգրաֆական դրոշն է, որը Կարլսրուհեն գտնվում էր այդ փոքր թագավորության մեջ, որն իր հերթին գտնվում էր հռոմեական սրբազան կայսրության կազմում, որում հենց ծնվել է եւ որի գոյության ժամանակ հենց ծնվել է Ֆրիդրիխ Յոհան Պարոտը եւ սա միակ դրոշն է, որ աշխարհում գոյություն ունի այսպես, որտեղ մենք վերակազմեցինք այս դրոշը եւ հայաստանյան Ինտերպրինտ տպագրական ընկերությունը տպարանը շատ բարձր մակարդակով եւ շատ արագ ժամկետում կազմեց այս դրոշը եւ տրամադրեց մեզ։ Սրանք մյուս դրոշներն են, սա Հայաստանի Հանրապետության դրոշն է, որ մեր նախագծի համար տրամադրել է The Flag Studio UK բրիտանական բացառիկ դրոշների ընկերությունը, որը բացառիկ պատվերով դրոշներ է կարում, ամենաբարձր որակի դրոշներից է աշխարհում, բավական թանկ
դրոշներ են եւ նվիրեցին մեզ, որի համար շատ շնորհակալ ենք։ Սա Գերմանիայի դրոշն է ի պատիվ Յոհան Ֆրիդրիխ Պարոտի ծագման, որովհետև ծագումով եւ ազգությամբ գերմանացի էր, անին ընկերության, ամերիկյան լավագույն դրոշների ընկերությունն է։ Ամենասկզբում բնականաբար Էստոնիայի դրոշն է, որովհետև Էստոնիայում էր ապրում, աշխատում եւ ըստ էության նաեւ էստոնացի էր ինչ որ առումով Ֆրիդրիխ Պարոտը եւ իր ընտանիքը եւ թաղված է Էստոնիայի բարեկամական հողում այստեղ եւ իր գերեզմանը բնականաբար էստոնական իշխանություններն են պահում եւ շատ լավ են վերաբերվում ընդհանրապես Պարոտին եւ նրա հիշատակին։ Եվ այստեղ մենք ունենք մի շատ կարևոր դրոշ, որը իմ հղացմամբ մենք իրականացրել ենք Արմեն Բալյանի հետ, Ballard Studio-ի Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի, սա հատուկ դրոշ է, որը կոչվում է First Man on Mount Ararat, Parrot Abovyan 1829 Expedition to the Sacred Summit։ Եվ summit-ը գրված է հռոմեական տարբերակով յուն վիտարով։ Խաչատուր Աբովյանն է, Ֆրիդրիխ Պարոտն է, Աբովյանի ֆոնին, սա իրենց Արարատ վերելքի եւ այդ արշավախմբի պատվին կազմված դրոշն է, պատրաստված դրոշն է, կրկնեմ կոնցեպտը ինն է, բայց բավական դաժան եւ տաժանակիր աշխատանք է տարել Արմեն Բալյանը իր ընկերոջ հետ միասին ստանալու համար այս դրոշը եւ շատ արագ ժամանակում ստացանք, ընդ որում այս ալգույնը արքայական գույն է, ազնվական գույն է, որովհետեւ եւ Աբովյանը եւ Ֆրիդրիխ Պարոտը ազնվականներ էին։ Հուշաքարերը այստեղ դրել ենք բոլոր այն դրոշները, որոնք առնչվում են իրենց ի պատիվ, որովհետև դրոշ ծածանելը, դրոշ բարձրացնելը դա պատիվ է եւ մարդուն եւ նրա հիշատակին։ Ես սա մասնավորապես ամերիկյան եւ նաեւ մասամբ բրիտանական կամ ֆրանսիական տրադիցիա է, գերեզմաներում առավել կարեւոր մարդկանց տեղադրել դրոշները մոմ է։ Խնկամանը մեզ համար կերտել հատուկ էս նպատակով եւ տրամադրել է Նարինե Փոլադյանը, արդեն հայտնի երիտասարդ, բայց արդեն շատ հայտնի հայաստանյան քարակերտ վարպետ, որը մեծ սիրով համագործակցեց այս նախագծի համար, ում իհարկե Լոնդոնից են գնել, խումքը որոշեցինք, որպեսզի ինչպես բրիտանացի մի քանի գործիչների դեպքում, այս պարագայում նույնպես խումքը լինի շատ բարձր մակարդակի, որովհետև ամեն ինչ իմաստ ունի եւ ամեն ինչ բովանդակային արժեք պիտի ունենա եւ խումքը Օմանի արքայական խումքն է, լավագույնը աշխարհում եւ այն ինչ 2000 տարի առաջ կար, այսինքն նույն որակի բան է, միրը, որ խումքի բաղկացիչ մեկ այլ տեսակ է, Սոմալիից է, նույնպես համարվում է լավագույնը։ Հուշաքարերը, այս հուշաքարի վրա երկու կանանց եւ դստեր անունն է, ինձանից աճ, որովհետեւ չկան ընդհանրապես անուններ, մենք արխիվներից գտանք եւ կարծում ենք, որ դա իրենց անուններն են, արխիվները թերևս չեն ստում եւ ընտանեկան դիրքը, այսինքն երկուսին գրված է Էհեգատին, գերմաներենի դասական տարբերակով տիկին, կին, շատ չի օգտագործվում հիմա բառը գերմաներենում, բայց մենք գրել ենք, որպեսզի դասական լինի, եւ տակինը թողտր, դուստր, աղջիկը, այսինքն 3 հոգու համար մեկ հուշաքար է։ Այստեղ Աբովյանի քարն է, որի պատկերը կտեղադրեմ առավել մոտիկից, Պարոտի քարն է, ներողություն, եւ այս հուշաքարի վրա Պարոտի անունն է եւ սա պատիվ իր եւ Աբովյանի Արարատ բարձրանալու է արված գրությունը, հետո նույնպես կա գրություն արդեն հիշատակարանային բնույթի։ Քարը կազմել եմ դասական անգլերենի ոճով, դասական գրականության, ինչպես նաեւ հին հռոմեական ոճով եւ գրության ձևով եւ տառատեսակն ենք այդպես ընտրել։ Քարերը հայթայթել է, զբաղվել է դրանց վրա արձանագրությունների փորագրմամբ Նարինե Փոլադյանը, Գյումրիից, ինչպես ասի, քարի վարպետ, հրաշալի մարդ, հրաշալի անհատականություն, որին անչափ շնորհակալ եմ այս նախագծին այս մասնակցությունն ունենալու համար։ Հայկական բազալտ է, շատ կարևոր էր, որպեսզի չլինի գրանիտ կամ մեկ այլ բան, թեև գրանիտը կարող էր եւ ավելի շքեղ տեսք ունենալ, բայց մենք ուզում էինք, որպեսզի կոմպոզիցիան չխախտվի եւ ես խնդրեցի Նարինեին, որպեսզի փայլեցված բազալտ լինի, բայց անպայմանորեն հայկական եւ Նարինեն իդեալական աշխատանք կատարեց։
եւ շատ սերմ ժամկետներում կարողացավ անել, այնպես որ կրկին շնորհակալություն Նարինեին։ Պատվանդան քարերը, եւ այս քարերը մենք տարանք ես եւ Արամ Հարությունյանը Երևանից բերեցինք Լոնդոն, Լոնդոնից գնացինք Տալին, Տալինից եկանք Տարտու, ծանր մեր ուսերին անցնելով մի քանի ստուգման կետեր օդանավակայաններում եւ միշտ ստուգում էին եւ հարցնում էին ինչ է։ Պատվանդանները Արմեն Շահբազյանի նվերն է այս նախագծին, ինքն է գնել այստեղ տեղական էստոնական քարեն պատվանդանները, դրոշակները Ամերիկայի Միացյալ Նահանգներից են, կրկնեմ, որ այս դրոշները Էստոնյան Աբովյանի դրոշը, Մարգրաֆական դրոշը տպել է Ինտերպրինտ տպարանը Հայաստանում, կարել է կրկին շնորհակալություն իրենց, շատ բարձր որակի Flag Studio UK։ Առայժմ այսքանը, ես իհարկե հաջորդիվ արդեն առանձին կանդրադառնամ Յոհան Ֆրիդրիխ ֆոն Պարոտի անձին, Աբովյանի հետ նրա կապին, իրենց արշավին դեպի Արարատի գագաթ եւ հիմա ուզում եմ խոսքը փոխանցել իմ երկու գործընկերներին, բժիշկ Վարամ Հարությունյանին եւ Արմեն Շահբազյանին, խնդրեմ բժիշկ Հարությունյան։ Հայ, մանդատի ներկայացուցիչը պատմական կոնտեքստի արտիստ պրոֆեսիոնալ ձևով ներկայացուցիչը շատ բան դուք ասելու, բայց ես մասնավորապես ամեն ձևով կոչվեմ աջակցել ես Իսրայելի հարաբերություններին, ոչ թե մնացել այլ հակահարաբերություններին։ Իհարկե Պարոտի մասին մենք ունենք որոշակի պատկերացում, իսկական ավելի մանրակրկիտ կասեցրես պրոցեսի գործունեությունը։ Ես գիտեմ, որ Պարոտի հայրը եղել է նշանավոր անձ, որը հիմնել է Բաքուի համալսարանի հսկայական կամ կարևորագույն տեխնիկական ուղղությունները ժամանակ էր հիմայել, դրահում է հիմայել։ Հաճապի Աբովյանի մասին իրեք զավը մասին շատերը Երևանում ապրում են գիտեն Հաճապի Աբովյանի կողոց է Երևանում, շատ բան չգիտեն այս փաստերի մասին, շատ չեր գիտեն, եւ սա ունի այսպիսի նաև ունի մենք պետք է մատկանցկացնենք եւ պատմական փաստեր բերենք եւ մեկնաբանենք ամեն դեպքում շատ կարևորագույն միսը ինչպես ասեցի ես շատ ուրախ եմ եւ հատիկել սանում մասնակցել եւ աջակցել այդ մարտիրոսյանին այս հարաբերության մեջ։ Շնորհակալություն, պարոն Շահբազյան։ Նույնպես ես այդ մարտիրոսյանը քանանից առաջ քիչ բարձր իմ հետ կապնվեց եւ ես շատ սիրով մասնակցեցի այդ հարաբերության ակումբի մեջ, ինչպես նշեց պարոն Արամը, Էստոնիայում շատ լավ գիտեն նույնպես Պարոտին հարգում են եւ ի Պարոտի հետ միասին գիտեն Խաչատրավանի այստեղ Տարտուի ժամանակաշրջանում, երբ որ սովորել է Տարտուի համալսարանում, Տորպետի համալսարանում այն ժամանակվա եւ Տարտուն Հայաստանի հետ սերտ կապեր միշտ էր պաշտպանում, նույնիսկ Տարտուի Լեննական Գյումրի քաղաքի հետ քույրեր քաղաքներին եւ այստեղ հուշակար կա տեղադրված բերված Գյումրից Արտիկի տուֆից ընդհանրապես Արտիկի ներբերված այստեղ 1978 թվականին դա ի հիշատակ Խաչատրավանի 130-ան տարելիցի նույնպես կրկնում ինչպես ասեց Արաման պատմությունը պետք է իմանալ եւ Հայաստանում էլ պետք է ով գիտի ով չգիտի Խաչատրավանի մասին ճիշտ ասած իմ շրջապատում բոլորը գիտեն եւ բոլորը շատ սիրով դրան անդրադառնում են նույնպես այստեղ երբ որ ինչ-որ միտեղ ինչ-որ կամ պաշտոնական արարողության ընթացքում կամ նույնիսկ քաղաքում շրջակայքում երբ որ դու ասում ես որ դու Հայաստանից ես կամ դու հայ ես բոլորը դրա մասին են ինքնաբանում իրենք գիտեն որ Խաչատրավանը Հայաստանից սովորել է ժամանակին եւ շատ սիրով են այդ ժամանակաշրջանի անդրադառնում նույնպես հայրին են նույնպես վերաբերվում ցավոք շատ բան է պատահել շատ բան փոխվել է ժամանակը գնում առաջ բայց իր Հայկ Մարտիրոսյանը իր ազգականների իր սուրբ ոնց ասած պատվիրակության մոտեցումով եւ իր առաքելության մոտեցումով ինքը դեր բերնեց այս առաքելության միտքը եւ մենք սիրով նույնպես Արամի հետ
մասնակցեցինք եւ գերեզմանում այստեղ ինչ որ դուք տենում եք այդ իրավիճակում չէր, ինչպես հիմա արդեն ուրիշ նկար պարկերը եւ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ երկուսի, որտեվ այսպես նայում ենք ըստ էության դե ինչ եկանք բակրեցինք, բայց հսկայական նախապատրաստական աշխատանք է տարվում, բազմաթիվ զանգեր Բազմաթիվ աշխատանք է հետագայում դիտել։ Դա մի 10-15 զանգ արելուց է, երևի գերեզմանը դեռ շատ ֆորմալ վիճակում համակարգան կարգով։ Հիմա գոնե այս պահին տարբերվում է հարևան գերեզմաններից, որ մամուր չկա, քարակոսները ժամանակի հետ դիեկու նյութը կվերացնի, Արմեն Շահբազյանը շատ ավելի հաճախ կգա արդեն այստեղ, վստահ եմ, մենք այստեղ չենք լինի, բայց այնուամենայնիվ տարտուհացնելը հեշտ չի, եղել Լոնդոնով, եւ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել իմ երկու գործընկերներին, Վարամ Հարությունյանին, Արմեն Շահբազյանին, ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Interprint-ին, Flag Studio UK-ին, Արմեն Բալյանին եւ իր ընկերոջը այս անչափ գեղեցիկ աշխատատար դրոշի համար, Interprint-ին տպելու համար, Նայնե Փոլադյանին իր շատ ջանադրաբար օգնելու համար Գյումրիից եւ քարերի հարցը լուծելու համար, Վարամ Հարությունյանը նաեւ կնշեմ, որ ֆինանսական ծախսերը կատարել է նախագծի վրա, բավական լուրջ, այնպես որ էլի շնորհակալություն եւ Արմեն Շահբազյանը էստոնական իշխանությունների հետ է շփվել այս հարցերով, կրկին պարագաներով է օգնել, ամեն ինչով իմ գործընկերները այս նախագիծը եւ այս առաքելությունը անհնար կլիներ առանց իրենց, այնպես որ շնորհակալություն ձեզ, շնորհակալություն բոլորին, ովքեր այստեղ չեն, ովքեր ֆիզիկապես այս պահին այստեղ չեն, կարևորը մենք այստեղ ենք եւ հիշում ենք ձեր ներդրումը եւ պիտի բոլորի ներդրումը հիշվի, որպեսզի սա օրինակ ծառայի մյուսներին, հաջորդներին, որպեսզի այս մշակույթը ներդրվի եւ այս ամենը արվում է այս մարդկանց պատվելու համար, բացառիկ ներդրում ունեցած հայ ժողովրդի կյանքում Ֆրիդրիխ Պարոտին պատիվ տալու, հարգանքի տուրք մատուցելու եւ շնորհակալություն հայտնելու համար, բայց դա իրեն իհարկե պետք չէ, դա պետք է այն սերունդներին, որոնք գալիս են մեզանից հետո, որպեսզի նրանք չմեծանան մերպես վատը չլինեն եւ լինեն լավը եւ սրանից օրինակ քաղեն եւ հասկանան, որ այս բաները սիմվոլիկ բաներ են, բայց շատ կարեւոր են մեր բոլորի համար։ Պես որ շնորհակալություն եւ հաջորդիվ ես արդեն կանդրադառնամ Պարոտին։
Метр 50,